Ողջույն բարեկամներ, այսօր անդրադառնալու ենք to be օժանդակ բայի սխալ գործածության ձևին։ Նախ to be օժանդակ բայի մասին խոնարհված ձևը կլինի am, is, are։ Առաջին դեպքում am եզակի թիվ, երկրորդ դեպքում are, երրորդ դեպքում is։ Հոգնակի թվում մենք դուք նրանք երեքն էլ are։ Տրված նախադասություններում մենք ուսումնասիրենք, թե որ նախադասությունն է ճիշտ, որ խոսքի մասի հետ գործածվելիս ճիշտ կլինի եւ որի հետ սխալ to be օժանդակ բայ, ասենք am, is, are։ Նայում ենք առաջին նախադասությանը։ Այստեղ am-ը առաջին նախադասության մեջ ջնջել եմ սևով։ Ներքևի նախադասություններում կարմիրով չեմ ջնջել։ Սրանք ճիշտ են։ Հիմա վերլուծենք։ Գրված է I am go, I am play, I am eat, I am read։ Այս երեք ձևերն էլ, չորս նախադասություններն էլ սխալ են։ Ինչու՞։ Հաջորդ նախադասություններին անդրադառնանք, այնուհետև վերադառնանք առաջին նախադասությանը։ I am a boy, I am, այնուհետև նրանց հետո գալիս է գոյական boy։ Գոյական եկավ I am a boy։ Մյուսը I am nice, nice-ը ածական է։ I am 15, 15-ը 15 թվական է։ Ստացվում է, որ to be օժանդակ բայը, այստեղ միայն առաջին դեպքի համար է նախադասությունը, բայց am, is, are երեքին էլ վերաբերում է։ Առաջին նախադասության մեջ to be օժանդակ բայը am-ը գոյականի հետ կազմեց նորմալ նախադասություն I am a boy։ Հաջորդը ածականի հետ nice, նորմալ նախադասություն է, թվականի հետ նորմալ նախադասություն է, իսկ ինչու առաջին նախադասության մեջ I am go չի լինում։ Անցնենք մեր անցած ներկա ժամանակներին։ Մենք անցել ենք, սովորել ենք present simple ժամանակաձևը եւ present continuous ժամանակաձևը։ Present simple ժամանակաձևը ցույց է տալիս ներկայում ընդհանրապես կատարվող գործողություն, ամեն օր, հաճախ, սովորաբար, կոնկրետ ժամանակը չի նշում, ուղղակի սովորաբար ամեն օր հաճախ կատարվող գործողություն։ Եվ ասում ենք, որ առաջին դեպքում վերջավորություն չի ստանում, պայմանավորվենք այս կարմիրով գծածը վերջավորություն չունի, գծում ենք կարմիրով, որտեղ վերջավորություն կա, կարմիրով գրված է, ուրեմն վերջավորություն չունի առաջին դեպքում I go, երկրորդում you go վերջավորություն չունի, երրորդ դեպքում he, she, it goes, is վերջավորությունը ստացավ։ Հոգնակի թվում we go վերջավորություն չունի, you go չունի, they go չունի, այսինքն բայը այնպես ինչպես ինքը կա, go այնպես էլ մնաց, չփոփոխվեց։ Եվ նշենք, որ simple present-ը անորոշ ներկան կամ պարզ ներկան to be օժանդակ չի գործածում իր նախադասությունները կազմելիս to be, այսինքն am, is, are չի վերցնում, չունի։ Ինքը իրենով go, I go անմիջապես, նայում եք, օժանդակ բայ չունի։ Անցնենք present continuous ժամանակաձևի շարունակականը ցույց է տալիս ներկայում խոսելու պահին կատարվող գործողություն։ Ընթացքի մեջ գործողությունը դեռ չի ավարտվել։ Դուք տեսնում եք, որ գործողությունը կատարվում է, ընթացքի մեջ է։ Եվ կազմվում է to be օժանդակ բայով ըստ դեմքերի։ Առաջին դեմքի համար am, երկրորդը is, երկրորդը are, երրորդը is, հոգնակին ամբողջությամբ are։ Եվ ուրեմն այստեղ պետք է բայից հետո լինի վերջավորություն, ինք վերջավորությունը, ուրեմն continuous-ը շարունակականը կազմել to be օժանդակ բայի միջոցով եւ նույն այս go բայը որ կար, go բայից հետո պետք է ավելանա ինք վերջավորությունը, այսինքն present continuous-ը պետք է ունենա եւ օժանդակ բայ եւ բայական բայից հետո ավելացող վերջավորություն։ Նորից համեմատենք, simple present-ը չուներ վերջավորություն, միայն երրորդ դեմք եզակի թվում ուներ is վերջավորությունը եւ to be, այսինքն am, is, are չի օգտագործում, continuous-ը շարունակականը օգտագործում է to be օժանդակ by ըստ դեմքերի am, are, is եւ բայից հետո ինք։ Հիմա նայենք առաջին նախադասությանը։ Ինչ այստեղ կատարվում, գրված է I am go։ Համեմատենք աղյուսակի
ներկա երկու ժամանակաձևերի հետ։ Եթե նայում ենք I am, տեղադրենք առաջին աղյուսակի մեջ։ Եթե I am go, նայում ենք I-ը կա, G-ը կա, այստեղ am-ը չկա։ Ուրեմն այս աղյուսակին չի համապատասխանում, սա այս ժամանակաձևով չէ։ Նայեք continue ժամանակաձևին, I եսը կա, am-ը կա, բայց go-ից հետո վերջավորություն չկա։ Այսինքն այս ժամանակաձևին էլ չի համապատասխանում։ Իսկ մենք անցել ենք երկու ներկա ժամանակաձև, երկուսն էլ ունեն իրենց կառուցվածքը, ոչ մեկին այս ձևը չի համապատասխանում։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ to be օժանդակ by-ը, am-ը կամ is-ը կամ are-ը, եթե չի գործածում, սխալ կլինի գործածելը, եթե by-ից հետո վերջավորություն չկա, ինք վերջավորություն չկա, սա continuous-ի համար, եւ առաջին աղյուսակի համար, simple-ի համար ավելորդ է am-ը, որովհետև առաջին աղյուսակում simple-ի ժամանակ to be օժանդակ by չի գործածում։ Եվ վերջում եզրակացնենք, to be օժանդակ by-ը գոյականի, ածականի, թվականի հետ գործածվում է և կազմում է նորմալ նախադասություն։ Չի գործածվում to be օժանդակ by-ը by-ի հետ, երբ չունի վերջավորություն, այստեղ կա օժանդակ by և վերջավորություն, continuous-ն է, այստեղ չկա օժանդակ by, վերևում կա, ավելորդ է այստեղ, ուրեմն այս կառուցվածքը սխալ է։ Ինձ թվում է շատ պարզ հեշտ դասեր յուրացրեցիք։ Եթե ինչ-որ բան մոռացել եք, չնայած ես այս դասին ամբողջությամբ present simple և continuous-ը կրկնեցի, բացատրեցի նորից, բայց վերադարձեք անգլերեն 0-ից և դասապատրաստում 3-րդ դասանի դասընթացին անցել ենք մենք present simple կամ simple present ժամանակաձևը նույն բանն է եւ continuous անցել ենք 4-րդ դասանի սկզբին եւ երկուսը միասին կրկնել ենք 4-րդ դասանի սկզբին։ Կրկնեք, սովորեք եւ շարունակեք այս մեր դասընթացը։ Այսքանը այս դասի համար բաժանորդագրվեք մեր էջին, հավանեք մեր էջը եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Goodbye.